սիրելի հյուրեր, մասնակիցներ եւ մրցանակակիրներ։ Բարերեկո հարգարժան ներկաներ։ Այստեղ մեկտեղվելու խորհուրդը մեկն է՝ խթանել տեղական արտադրանքի սպառումը հայրենական շուկայում, կանգնել հայ արտադրողի կողքին, հորդորել գնել հայկականն ու որակյալը։ Սպառելով հայրենական արտադրանքը միաժամանակ կնպաստենք հայ գործարանի աշխատանքին ու գործունեությանը, այդպիսով աջակցելով տնտեսության զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Այստեղ ներկա են գտնվում անհատներ ու կազմակերպություններ, որոնք իրենց բարեխիղճ աշխատանքով ու գործունեությամբ բարիք են ստեղծել, հիմնել են բիզնես գործունեություն, զբաղվածություն ապահովել, նպաստել առողջապահության, տնտեսության եւ այլ ճյուղերի զարգացմանը։ Կցանկանայի մի փոքր անդրադարձ կատարել, թե ինչ ակունքից է բխում ազգային վարկանիշ գրող օրագիրը։ Շուրջ 1 տարի առաջ Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական ամսագրի անձնակազմի կողմից իրագործվեց ևս մեկ երկար սպասված նախագիծ։ Շուրջ 1 տարի հեռուստաընկերության եթերում է եղել ազգային վարկանիշ հաղորդաշարը, որը նպատակ ունի լսարանին ներկայացնել հանրության շրջանում մեծ հեղինակություն եւ բարի համբավ վայելող կազմակերպությունների։ Հաղորդման շրջանակներում բազմիցս փորձել ենք հայ սպառողին ուղղորդել գնելու որակյալ արտադրանք, օգտվելու բարձրակարգ ծառայություններից եւ իհարկե նախապատվությունը տալու միմիայն հայրենականին։ Չմոռանանք, հայրենասիրությունը սկսում է հայկական արտադրանքը գնելուց։ Հաղորդաշարեր բազմիցս նվիրել ենք նաեւ առողջապահության ոլորտին։ Ինչպես եւ միշտ մեր աշխատանքում շեշտադրումը ուղղված է նաեւ բժշկական туриզմի զարգացմանը, իսկ առողջապահությունը Հայաստանում դինամիկ ու բեկումնային զարգանում է, շնորհիվ մի շարք առաջատար բժիշկների։ Դե ինչ, այսօրվա մրցանակաբաշխության մեկնարկից առաջ կցանկանայի նաեւ ներկայացնել այն հզոր թիմի անդամներին, որոնք թեպետ մնում են կադրի այն կողմում, սակայն նրանց աշխատանքը հավատացեք ամենաբարդագույնն է։ Զավեշտալի դեպք է, չնախատեսված խոտան եւ իհարկե ստեղծագործական թիմին միշտ ընդդիմացող մեր օպերատորի եզակի ջանքերի շնորհիվ բոլոր կիքսերը շատ արագ շտկվում են, լուծում ստանում։ Իսկ մի քանի ժամ նկարահանումից ու բարդ վիրահատությունը մոնտաժելուց հետո նրանց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ պատրաստ հաղորդումն արդեն ամբողջական տեսքով հեռուստաընկերությունը է ուղարկվում ցուցադրության։ Ձեր ծափարությունները KH Media Holding-ի ընկերության ղեկավար, մեր ամենաբարի ու հումորային ռեժիսոր Համիկ Հայրապետյանին, հաղորդման պրոդյուսեր, գրասենյակում միշտ մեզ ժպիտով դիմավորող ու համբերատար Քրիստինա Մուրադյանին, եւ իհարկե ծափարություններ մեզ հաղորդման հեղինակներ եւ բարոներ Լուսինե Նազարյանին, Եվ հաղորդավար ինձ մշտապես նամուշով ինձ սիրելի ու հավատարիմ գործընկեր Եվան Մարյանին։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել Royal Երևան ռեստորանային համալիրի տնօրինությանն ու աշխատակազմին, մրցանակաբաշխության կազմակերպման, աջակցության եւ ջերմ ընդունելության համար ձեր բարձր ծափողջունները Royal Երևանի աշխատակազմին եւ տնօրինությանը։ Իմ հագուստի տրամադրման համար շնորհակալ եմ Լուսիսթայր նորաձևության սրահին, իսկ իմ անձնակազմի գեղեցիկ դիմահարդարումն ու վարսահարդարումն ապահովել է Անի Այվազյան մեյքափ-ստուդիոն։ Ֆուրշետի եւ գեղեցիկ դիզայնի համար շնորհակալ ենք Դարձիան KH Կեթերինգային ընկերությանը։ Շնորհակալություն, մրցանակաբաշխությունը կցանկանանք մեկնարկել սպիտակ խալաթը կրողներով, քանի որ այսօրվա մրցանակակիրների թվում կան ականավոր բժիշկներ, ովքեր ժողովրդի համար պատուհասած ծանր պատերազմին մեկնեցին ռազմաճակատ, պայքարեցին ամեն զինվորի կյանքի համար, անձնվիրաբար ծառայեցին հայրենիքին։ Սիրելի բարեկամներ, ներկաներ, 1 րոպե լռությամբ կխնդրեմ հոտնկայս հարգել 44 օրյա պատերազմում ներողություն եմ խնդրում, հարգենք նրանց բարի շատակի համար։ Բժիշկը պետք է ունենա 3 կարևոր հատկանիշ։ Նախ լինի լավ մարդ, լավ մասնագետ, ապա նաև լավ ուսուցիչ։ Վիրաբույժ անուհետև անոթային վիրաբույժ դառնալու որոշումն անբեկանելի է, քանի որ մի շարք նորաձև համարվող մասնագիտություններից ոչ մեկը բնավ իրենը չէր։ Բավական մեծ պատասխանատվություն է համարում անոթային վիրաբուժության բաժանում ղեկավարելը, քանի որ գործ ունի սրտի առաջատար կլինիկայի նոր Քմարաժ բժշկական կենտրոնի հետ, որտեղ սահմանված բարձր նշաձողը, բաժանմունքը զարկերակի վրա պահելը, նոր առաջադեմ մեթոդներ կիրառելը ու օր-օրի բժշկական այս ճյուղը զարգացնելու իր կատարելագործվելը առաջնային է համարում։
Սրտանոթային վիրաբույժ Վրեժ Հովակիմյանը կարողանում է կատարել եզակի բարդ վիրահատություններ, պահպանելով եւ բարելավելով իր պացիենտների առողջությունը։ Մասնագիտական կատարելագործումը, նոր արդի մեթոդներ կիրառել նորորի զարգացող բժշկության այս ճյուղի մեջ համարում է ամենակարևորներից։ Ցանկանում է, որ հայ բժիշկների ջանքերի շնորհիվ այդ նույն դպրոցը հայրենիքում հիմնվի եւ լիորեն Հայաստանը դառնա այդ լավագույն փորձը փոխանցողը։ Արժե նշել, որ պատերազմի առաջին իսկ օրը Արցախ մեկնած բժիշկների թվում է նաև անոթային վիրաբույժ Վրեժ Հովակիմյանը։ Այսպիսով, մրցանակ է տրվում Նորք Մարաշ բժշկական կենտրոնի անոթային եւ էնդովասկուլյար վիրաբույժ Վրեժ Հովակիմյանի, ամենապահանջարկված երիտասարդ անոթային վիրաբույժ ժամանակարկում մրցանակի արժանանալու համար։ Մրցանակը նրան սիրով կհանձնի Նորք Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն, սրտաբան Միքայել Ադամյանը ձեր բարձր ծափողջներով նրանց հրավիրում ենք թեմա հարթակ։ Համար մեծ պատիվ է մրցանակը հանձնել հենց Վրեժ Հովակիմյանին, որովհետև այն ուղին, որ անցնում է մարդ, թողում է հետագիծ, իսկ Վրեժի հետագիծը միշտ մաքուր եւ արդար է եղել, եւ պատիվ եմ ունեցել պատերազմի ժամանակ գտնվել Արցախի հոսպիտալում, որտեղ Վրեժը 39 օր պատվալից համարյա թե դուրս չէր գալիս։ Ես շնորհակալ եմ եւ պատիվ ունեմ, որ աշխատում ենք իրար հետ մի կոլեկտիվում։ Վրեժ ջան։ Սիրելի ներկաներ, կազմակերպիչներ, նախ շնորհակալ եմ այս բարձր պարգևի համար եւ իմ համար առավել մեծ պատասխանատվություն է այս պարգևը ստանալ իմ ուսուցիչներից մեկից, միևնույն ժամանակ իմ տնօրենից, Միքայել Ադամյանից, սա պարտավորեցնող է եւ չեմ ուզում երկարացնել, ցանկանում եմ բոլորիդ մաղթել ուղղակի ուժ եւ խաղաղություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք ձեզ, ձեր կատարած ակնադելի ավանդի համար։ Այս պահին շարունակում ենք երեկոն եւ սիրով բեմահարթակը տրամադրում ենք երգչուհի դերասանուհի Իվետա Եդիկարյանի ձեր բարձր ծափողջներով։ Я искала тебя у метро, у степного костра у ивы, где я встретила счастье, любовь, где нашла я тебя, любимый. И в разлуке нам больше не быть, нам скучать, огорчаться не надо. Эту песню давай мы споем, чтобы сердцу хотелось смеяться. Как две струны, как две души, слились два голоса судьбы. Звучит гитарная струна, два сердца ранила она. Как две струны, как две души, слились два голоса судьбы. Звучит гитарная струна, два сердца ранила она. Звезды в небе зажглись для нас, нам луна эту ночь озарила. Разгорался костер до небес, где цыганка нам танец дарила. У шатра, где гитара поет, там, где скрипка душевно плачет, эту песню давай мы споем, что прошло ничего, ничего не значит. Как две струны, как две души, слились два голоса судьбы. Звучит гитарная струна, два сердца ранила она. Как две струны, как две души, слились два голоса судьбы. Звучит гитарная струна, два сердца ранила она.
легендарная струна. Два сердца ранила она, так две струны, как две души. Слились два голоса судьбы. Звучит гитарная струна. Два сердца ранила она. Շարունակություն։ Շնորհակալություն Իվետա Եդիգարյանին, բարձր տրամադրություն ապահովելու համար շարունակում ենք երեկոն եւ ես շարունակում եմ իմ գործընկերոջ հետ ներկայացնել մեր հաջորդ մրցանակակրին։ Բժշկության կինեզոթերապիայի ուղղությունը այն նեղ մասնագիտացումներից է, որը թույլ է տալիս առնչվել մարդու վերականգնողական գործընթացի հետ։ Հետինսուլտային, հետտրավմատիկ վերականգնողական թերապիայի են դիմում այն պացիենտները, որոնք ունեն շարժողական համակարգի խանգարման խնդիրներ։ Այս բաժանմունքում մասնագիտական բարձր գիտելիքներ ու պատրաստվածություն ունեցող հոգատար բժշկի հսկողության ներքո բուժական աշխատանքները ճիշտ համակարգված եւ արդյունավետ ընթացք են ստանում։ Խոսքը Էրեբունի բժշկական կենտրոնի ֆիզիոթերապևտիկ եւ վերականգնողական ծառայության ղեկավար Լևոն Զավարյանի մասին է, ում առօրյա աշխատանքը հիվանդների ախտահարված շարժումներն ակտիվացնելն է, դեպի վերականգնողական փուլ տանելը, օգնելն է, որ նրանք ավելի արագ անցնեն իրենց բնականոն կյանքին եւ առօրյային։ Այս բաժանմունքում կան նաև մասնագետներ, ովքեր աշխատում են խոսակցական խնդիրներ ունեցող պացիենտների հետ։ Դրան զուգահեռ իրականացվում են նաև ֆիզիոթերապևտիկ ծառայություններ, որոնք կատարվում են սարքավորումների միջոցով, համարվելով դեղորայքի հետ օժանդակ միջոց։ Իրականացվում են նաև բուժական ներսումներ, պլազմոլիֆտինգ, պլազմայի ներարկման միջոցով օրգանիզմում ակտիվանում են ռեգեներատիվ գործընթացները։ Հավելենք, որ բժշկի դերն ու նվիրաբերումը բավական մեծ է եղել նաև հետպատերազմյան շրջանում, վիրավոր զինվորների հետվիրահատական շրջանի վերականգնողական աշխատանքներում։ Այսպիսով, վնասվածքաբանության եւ վերականգնողական ոլորտի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար մրցանակ է տրվում Էրեբունի բժշկական կենտրոնի վնասվածքաբան օրթոպեդ, վերականգնողական բաժանմունքի վարիչ Լևոն Զավարյանին ձեր գործընկերներով։ Ողջունում եմ բոլորին, ով դահլիճում հավաքվածներին, շնորհավորել բոլոր մրցանակակիրներին այս բարձր պարգևի արժանանալու համար, վերջում ավելացնեմ եղեք առողջ։ Շնորհակալություն, ինչ կցանկանա բժիշկը հասարակությանը միայն ու միայն առողջություն։ Ազգայացումը ժամանակավոր ցավազրկում է, որի ազդեցության ներքո մասնակիորեն կամ լիովին անհետանում է պացիենտի զգայունագությունը։ Հիմնականում ազգայացումը կիրառվում է վիրահատություններից առաջ, հիվանդների մոտ ցավի հանդեպ զգացողությունը նվազեցնելու կամ ամբողջովին վերացնելու նպատակով։ Best Life բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքն աշխատում է շուրջօրյա ռեժիմով։ Անհրաժեշտության պարագայում ցանկացած ժամի այնտեղ հնարավոր է իրականացնել էխոսրտագրություն եւ լաբորատոր հետազոտություններ։ Վիրաբուժության ինտենսիվ թերապիայի բաժանմունքը լիովին ապահովված է բոլոր անհրաժեշտ բուժտեխնիկայով եւ դեղորայքով։ Շտաբ հոսպիտալացված հիվանդների առաջնային բուժօգնություն իրականացնում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մասնագետներն, ովքեր աշխատում են ժամանակակից բժշկության ուղեցույցներով։ Շտաբ հոսպիտալացված հիվանդների առաջնային բուժօգնությունն իրականացում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մասնագետները։ Այստեղ աշխատում են ժամանակակից բժշկության ուղեցույցներով։ Եվ այսպես, տարվա հոգատար բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ անվանակարգում մրցանակ է շնորհվում Best Life բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար բժիշկ անեսթեզիոլոգ Հարություն Գրիգորյանին ձեր բարձր ծաղրություններով նրան հրավիրենք բեմահարթակ։ Բարև ձեզ բոլորին, շնորհավոր եմ բոլոր ներկաներին, բոլոր մրցանակ ստացողներին, այն պարգևը, որ այս պայմանությամբ բոլորը նշում են եւ այս պարգևը բոլորը զգում են իրենց զգացողությամբ, իրենց ցնցալով, իրենց հաջողությամբ, մաղթում եմ, որ բոլորի մոտ լինի այս հաջողությունը եւ շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին, ներկաներին, բոլորին մաղթում եմ առողջություն։ Բարձրացավարություններ բժշկին, թող առողջ լինեն, շնորհակալություն ձեզ, բաղացնենք տեղերը, շարունակենք երեկո։ 2019 թվականին Best Life հայ-ճապոնական բժշկական կենտրոնը սկսեց իր գործունեությունը հիմնովին վերակառուցված եւ համալրված նոր սարքավորումներով։
Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող ախտորոշման, բուժման բարձր որակի ապահովումն է։ Կենտրոնը համագործակցում է ամբողջ աշխարհի լավագույն միջազգային ընկերությունների հետ։ Բուժհաստատության հիմնական նպատակն է կազմակերպել որակյալ բժշկական օգնություն ու սպասարկում, կիրառելով ամենալավագույն ստենտները։ Best Life-ի ստեղծման գլխավոր գաղափարն էր ստեղծել մի կենտրոն, որտեղ դիմելի սիրտանոթային համակարգի խնդիրներով այցելուներն ի վիճակի կլինեն ստանալ բարձրորակ բուժում մեկ վայրում, առանց տարբեր կենտրոններ դիմելու անհրաժեշտության, ինչի շնորհիվ հնարավոր կդառնար այցելուին մշտապես պահել բժշկի ուշադրության կենտրոնում, թե նախավիրահատական, թե հետվիրահատական շրջանում։ Այսպիսով, Հայաստանի առաջատար կլինիկա անվանակարգում մրցանակ է շնորհվում Best Life հայ-ճապոնական բժշկական կենտրոնին։ Մենք հրավիրում կրկին բժիշկ անեսթեզիոլոգ Հարություն Գրիգորյանի ձեր բարձրացություններով։ Շնորհավորում եմ մեր բոլոր բժիշկներին, մեր բոլոր գոլեգաներին, շնորհավորում եմ Best Life բժշկական կենտրոնին, մեր ադմինիստրատիվ կազմին, մեր գոլեգայի, մեր բոլոր գոլեգաներին, շնորհակալություն բոլորից մեր պարգևի համար, որովհետև մեր պարգևը միայն մերը չէ, մեր ամբողջ գոլեգաներինն է։ Շնորհավոր եւ ադմինիստրատիվ կազմին եւ գոլեգաներին։ Շնորհակալություն առողջություն ձեզ։ Վերջին տարիներին նկատվում է հոդերի հիվանդությունների երիտասարդացում։ Բժիշկներն այս երևույթը պայմանավորում են կենսակերպի, ցածր ֆիզիկական ակտիվության, ոտքերի վրա անհամաչափ եւ ոչ ֆիզիոլոգիական ծանրաբեռնվածության հետ։ Արդյունքում խախտվում է մարդու ողջ առօրյան։ Բժշկական ժամանակակից արտի մեթոդներն այսօր թույլ են տալիս ապրել առանց ցավի, նոր կյանք հաղորդելով հոդերին։ Երբ բուժական եւ դեղորայքային մեթոդները այլևս դառնում են անարդյունավետ, հայ մասնագետները կիրառում են բոլորովին նոր գերժամանակակից վիրահատական մեթոդ՝ էնդոպրոթեզավորում։ Շենգավիթ բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքում մատուցում են այնպիսի ծառայություններ, որոնք հիմնված են եվրոպական առաջատար կլինիկաների փորձի վրա։ Բաժանմունքում իրականացվում են բոլոր տեսակի վնասվածքների հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի արատների ախտորոշում եւ բուժում նորագույն եղանակներով։ Ծառայության ղեկավար Արսեն Վահրամյանի շնորհիվ բաժանմունքում էապես բարելավել է բժշկական ծառայությունների որակը, ընդլայնվել է վիրահատությունների ծավալը, իսկ վիրահատարանները հագեցվել են նորագույն սարքավորումներով։ Այսպիսով, Հայաստանում վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի զարգացման ոլորտում ունեցած մեծագույն ավանդի եւ մասնագիտական բարձր գիտելիքների ցուցաբերման համար մրցանակ է շնորհվում Շենգավիթ բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արսեն Վահրամյանին, ձեր ողջունած ողջուններով նրան հրավիրենք բեմահարթակ։ Երեկո շնորհակալություն եմ հայտնում նախ միջոցառման կազմակերպիչներին, շատ շնորհակալ ենք սենց լավ միջոցառում կազմակերպելու համար։ Խոստանում ենք աշխատել ավելի լավ ու ավելի պարտավորված։ Մենք հրավիրում ջութակահար Գարիկ Սարգսյանին Դրիադ Դրիով խմբով ձեր բարձր ծափողջուններով։
Բժշկի մասնագիտական կողմնորոշման հարցում շրջադարձային է եղել այն հանգամանքը, երբ անձամբ հայտնվել է վիրահատական սեղանին։ Գիտակցելով, որ իր կյանքը փրկել են իր նման մարդիկ, ովքեր տիրապետում են բացառիկ հմտությունների, խոսքը տվյալ պարագայում վերաբերում է մոր եղբորը, փորձել է բացահայտել, լսել ու հետաքրքրվել իր հետ կատարվածի մասին։ Որոշ ժամանակ անց արդեն բժշկական հանդերձանքահագին ինքն է հայտնվել վիրահատական սեղանի կողքին։ Լարված րոպեներ, որից հետո փրկված էր եւս մեկ մարդկային կյանք։ Հենց այդ օրն իր մեջ ձևավորվել է համոզմունք, որ մարդկային կյանքեր փրկելու առաքելությունը պատկանում է բժշկին։ Իր համար մարդկային կյանքն ասոցացվում է սրտի ռիթմի հետ։ Նեղ մասնագիտացում ընտրելու պահը հասունանալուն պես որոշել է ընտրել իր համար թերևս ամենապատասխանատու ոլորտը՝ սրտաբանությունը։ Կարծում է, որ նման որոշման կայացման համատեքստում ելակետային նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ դժվարությունների հաղթահարումն իր համար դարձրել է բնավորություն։ Դժվարի եւ հեշտի միջև ընտրությունը միշտ կայացել է ընտրելով։ Դժվարը սրտի աշխատանք ապահովելու բարձր պատասխանատվությունը։ Այսպիսով, ռենտգեն ներանոթային վիրաբուժության ոլորտում երիտասարդ առաջատար մասնագետ անվանակարգում մրցանակ է տրվում Նորք Մարաշ բժշկական կենտրոնի միջամտական սրտաբան Արշակ Ափոյանի։ Մրցանակը նրան հանձնելու համար բեմ են հրավիրում նույն կլինիկայի տնօրեն սրտաբան Միքայել Ադամյանի։ Ձեր բարձր ծափողջուններով հրավիրում ենք նրանց բեմահարթակ։ Տարբերություններ շատ կոլեգաներ, որոնք մեկնում են Հայաստանից, Արշակ եկավ ու մնաց Հայաստանում։ Ինչի համար իրեն շնորհակալ եմ ու պատիվ ունեմ, որ իր հետ նորից աշխատում ենք։ Մոսկվայից գալ Հայաստան մնալ, արարել, ստեղծել քո ազգի համար։ Շնորհակալ եմ, դու արժանի ես, Արշակ ջան։ Նորանոր քեզ հաղթանակներ ու բազմաթիվ փրկված կյանքեր։ Ինձ համար այս մրցանակը նախ առաջ պարտավորեցնող է։ Կարծում եմ բժշկի համար լավագույն գնահատականը իր կյանքը իրեն վստահած հիվանդի առողջությունն է, իսկ աշխատանքի արդյունքը արտարացված վստահությունը։ Եթե ընտրել ես բժշկի մասնագիտությունը, վատը լինել իրավունք չունես։ Պետք է ամեն օր, ամեն ժամ ինքնակատարելագործվես ու դառնաս ավելի լավը։ Իսկ այդ ճանապարհին ուղղակի անգնահատելի է այն մարդկանց ներդրումը, ովքեր ուղղորդում ու առաջնորդում են քեզ։ Իհարկե, երախտիկս ազգային վարկանիշին նման մրցանակի համար։ Հայաստանում աչքի էկզիմեր լազերային վիրահատություններն արդեն վաղեմի պատմություն ունեն։ Դրանց մեկնարկն ակնաբուժության ոլորտում տրվել է ավելի քան 2 տասնամյակ առաջ, վաստակաշատ եւ սիրված ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի շնորհիվ։ Բժշկուհի ու շատերն են ճանաչում բազմաթիվ կատարված արդյունավետ վիրահատություններից։ Լինելով ակնային բացառիկ հիվանդությունների վիրաբուժական միջամտությունների հիմնադիրը Հայաստանում, փորձառու ակնաբույժը փաստում է, որ վերջին տարիներին լազերային վիրահատությունները Հայաստանում մեծ զարգացում են ապրում։ Իր աշխատանքային պրակտիկայում կիրառում են վերջին սերնդի ամենաարդի եւ գերժամանակակից վիրահատական մեթոդներն ու տեխնոլոգիաները։ Հարկ է նշել, որ 2011 թվականին առաջին անգամ Հայաստանում հենց նրա շնորհիվ է ներդրվել էքսիմեր լազերի միջոցով կարճատեսության, հեռատեսության եւ աստիգմատիզմի շտկման տեխնոլոգիան։ Կրելով ակնաբույժի մասնագիտության ողջ բարդությունը պատասխանատվությունը, Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը լինելով ականավոր վիրաբույժ Համլետ Թամազյանի դուստրը, բարձր պատվով ու պրոֆեսիոնալիզմով է կատարում գենետիկորեն փոխանցված բարդ առաքելությունը։ Այսպիսով, աչքի էքսիմեր լազերային վիրահատությունների ներմուծման, իրականացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար վաստակավոր ակնաբույժ ժամանակարկում մրցանակ է շնորհվում Վլադիմիր Ավաքյանի անվան բժշկական կենտրոնի լազերային եւ նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի ձեր բարձր ծափողջուններով։ Շնորհակալ եմ, որ գտնվում եք այստեղ, շնորհակալ եմ ձեր վստահության համար, առաջինը Երվան ջան, քո վստահության համար, ուզում եմ հիշել ինչքան է անցել, երևի մի 4-5 տարի, 3, ինձ թվաց ավելի երկար է անցել, ամեն դեպքում գիտեք, վստահել աչքի լույսը բժշկին, դա բավականին մեծ գրավական է, որին փորձում եմ ես համապատասխանել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մալայան եւ Ավաքյան բժշկական կենտրոններին եւ նույնպես նշել, որ առաջինն ենք Հայաստանում, որ ստեղծեցինք, ոտքի կանգնեցրեցինք եւ կայացրեցինք աչքի լազերային վիրաբուժությունը։
Շնորհակալություն, բարձր ծափահարություններ։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տասնամյակում ակնաբուժությունը հասել է զգալի հաջողությունների, տեսողական օրգանների հիվանդությունների ախտորոշման եւ բուժման ոլորտում։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Վիրահատական բաժանմունքի ղեկավար, աչքի շարժական հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ Ասատուր Հովսեփյանը լինելով իր գործի նվիրյալներից Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացվող լույս հայ աչքերի ծրագրի շրջանակներում բազմաթիվ պացիենտների վերադարձել է իրենց աչքի լույսը։ Կատարել է շուրջ 25000 վիրահատություն։ Բացի այդ, նա միշտ այնտեղ է, ուր զգում են նրա կարիքը։ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտի ռազմական հոսպիտալում էր նաև այսօրվա մրցանակակիրը, ով իր խիզախության, հայրենասիրության համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի շնորհակալագրով։ Ամենատարբեր տարիներին իր մասնագիտական բարձր պատրաստվածության եւ անձնվիրաբար աշխատանքի համար արժանացել է տարբեր մրցանակների, պատվոգրերի ու շնորհակալագրերի։ Այսպիսով, ակնաբուժության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի, անձնվիրաբար աշխատանքի համար մրցանակ է ստանում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, վիրահատական բաժանմունքի ղեկավար, աչքի շարժական հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ, բժիշկ ակնաբույժ Ասատուր Հովսեփյանին ձեր բարձր ծափողջուններով նրան հրավիրում ենք բեմը հարթակ։ Իմ աշխատանք իհարկե կապ ունի արտագնա ավելի շատ եւ հեռու շրջաններում սոցիալապահով խավին, այսպես ասած, վիրահատություններ անելով իհարկե մեծ եւ հաճույք է զգում եւ որ կարողանում ես օգնել այդ մարդկանց եւ ծրագրի շնորհքն է այդ նաեւ ոչ միայն իմ շնորհքն է, լույս հայ աչքերին ծրագիրն է դեր խաղացել այդ գործում, որ այդ մեծ քանակությամբ վիրահատություններ արել եմ իհարկե շնորհակալություն այդ լույս հայ աչքի ծրագրին Ալեքսանդր Սերգեյեվիչ Մալայանին իհարկե իմ պրոֆեսորին հարգող եւ ուրախ եմ որ գնահատանքի արժանացավ իմ այդ մեծ աշխատանքը աշխատում ենք իհարկե շարունակում ենք աշխատել կարևորը չհոգնենք եւ բոլորս էլ աշխատենք շարունակենք մեր գործը շնորհակալություն Բարձր ծափահարություններ բժշկին Այժմ կանդրադառնանք առողջապահական մի կարևոր ուղղության՝ ստոմատոլոգիային։ Այս բարդ մասնագիտության եւ բարձրակարգ ստոմատոլոգների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք մեզ շռայլել հոլիվուդյան ժպի։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ այսօր արդեն ստոմատոլոգիական ժամանակակից ծառայությունների օգնությամբ հնարավոր է վերականգնել ատամների բացակայությունը տարբեր բարձրակարգ մեթոդներով ու նյութերով։ Նորագույն տեխնիկայի առկայության, պրոֆեսիոնալ մասնագիտական թիմով ու բարձրակարգ ծառայություններով առանձնանում է AVA իմպլանտ կլինիկը։ Այստեղ ժպիտով ընդունում ու բարեհամբույր ճանապարհում է յուրաքանչյուր պացիենտի։ Առաջարկում է ծառայությունների լայն տեսականի՝ վիրաբուժական, թերապևտիկ, օրթոդոնտիկ, լուսային եւ լազերային սպիտակեցում, իմպլանտացիա եւ այլն։ Այսպիսով, մրցանակը տրվում է AVA իմպլանտ կլինիկի հիմնադիր տնօրեն Արթուր Ավետիսյանին, ստոմատոլոգիական եւ իմպլանտոլոգիական ոլորտում ունեցած մեծագույն հաջողությունների եւ ձեռքբերումների համար ձեր բարձր ծափողջունները նրան։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ հանրային վարկանիշ հաղորդաշարին եւ ընկերությանը այս երեկոն կազմակերպելու համար շնորհակալություն ձեզ մեզ գնահատելու եւ հավուր պատշաճի ներկայացնելու համար շնորհակալություն եմ ուզում հայտնեմ իմ կոլեկտիվին, որոնցից մի քանիսը ներկա են այստեղ, որոնց միջոցով է կայացել AVA իմպլանտոլոգիական կլինիկան իրենց ամենօրյա աշխատանքով եւ ամենօրյա նվիրումով որ կլինիկա մտած հաճախորդները, պացիենտները հեռացել են գոհունակությամբ եւ լավ խոսքերով, ջերմ խոսքերով։ Շնորհակալություն բոլորից։ Շնորհակալ ենք նաեւ ձեզ բոլորին գեղեցիկ ժպիտ պարգևելու համար։ Վիրաբուժության ամենապահանջարկված ճյուղերից մեկն էլ պլաստիկ վիրաբուժությունն է, մասնավորապես ռինոպլաստիկան։ Վիրաբուժության մեթոդներն ու մոտեցումներն օրեցօր կատարելագործվում են, իսկ նորագույն տեխնոլոգիաներն ապահովում են վիրահատությունների ճշգրտությունն ու դյուրինությունը։ Ամենատարբեր բժշկական միջամտությունների արդյունքում այսօր կարելի է ստանալ ինչպես գեղեցիկ մարմին, այնպես էլ անթերի դեմք, գրավիչ ատամնաշար, երիտասարդ մաշկ, փարթամ կուրծք եւ այլն։
Այսօրվա մրցանակակրի մասնագիտական փորձը վկայում է այն մասին, որ պացիենտի տրամադրվածությունը վիրահատության ընթացքի եւ հետվիրահատական փուլի հաջողության հիմքն է։ Ըստ նրա, նրանք ովքեր ուրախ դրական տրամադրվածությամբ են գալիս վիրահատարան, թե վիրահատությունն է թեթևացնում, թե հետվիրահատական շրջանը։ Այսօրվա մրցանակակիրը նաև միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ընդգրկվել է աշխարհի 30 լավագույն պլաստիկ վիրաբույժների շարքում։ Այսպիսով, ամենաթրենդային պլաստիկ վիրաբույժ անվանակարգում մրցանակ է տրվում Սեբաստիա բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, պլաստիկ վիրաբույժ Գոր Ամիրբեկյանին։ Ձեր բարձր ծափողջուններով նրան հրավիրենք մեր հարթակ։ Եվ շնորհակալությունս նրան գեղեցիկ տեսք ապահովելու համար։ Հարգելի գոլեգաներ, շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, խորին շնորհակալություն եմ հայտնում մեր հայ զինվորին, շնորհակալություն եմ հայտնում ծնողներիցս, ուսուցիչներիցս, գոլեգաներից եւ անպայման իմ թիմից, որովհետեւ վիրաբուժությունը, բժշկությունը, առհասարակ վիրաբուժությունը դա թիմային աշխատանք է։ Եվ այս մրցանակը միայն իմը չէ, իմ ամբողջ թիմի մրցանակն է։ Շնորհակալություն բոլորին։ Գեղեցկությունը սահմաններ չունի եւ միշտ ենթակա է կատարելագործման, ուստի յուրաքանչյուր մասնագետ ունի կնոջը գեղեցկացնելու, երիտասարդացնելու իր անհատական չափանիշն ու մոտեցումը։ Արտկոսմետ էսթետիկ բժշկական կենտրոնում իրականացվում են ոչ միայն կոսմետոլոգիական եւ ինյեկցիոն ծառայություններ, այլև ամենանորագույն եւ թրենդային էսթետիկ ու պլաստիկ վիրահատություններ։ Կենտրոնի հիմնադիր պլաստիկ վիրաբույժ Արտուր Սարգսյանը հոգացել է նաև, որ տարածքային առումով պացիենտները հարմարավետություն զգան։ Սպասարկումն էլ իրականացի բարձրակարգ, պրոֆեսիոնալ, վերապատրաստված թիմի կողմից։ Կենտրոնը համալրված է գերժամանակակից նորագույն սարքավորումներով, մասնավորապես ամենաթրենդայինը 4D երիտասարդացման ծառայությունն է, որը հնարավորություն է տալիս օրինակ իրականացնել լազերային լիպոսակցիա։ Այն քիչ տրավմատիկ է, պացիենտը ավելի կարճ ժամանակահատվածում է վերականգնվում, իսկ արդյունքը ավանդական մեթոդներից ավելի արդյունավետ է։ Արտկոսմեդում թեպետ շեշտադրումն արված է էսթետիկ վիրաբուժության վրա, սակայն իրականացվում է նաև հակածերացման ամենատարբեր պրոցեդուրաներ, այդ թվում մազի փոխպատվաստում, կոնտուրինգային պլաստիկա, նորագույնությունների հեռացում եւ այլն։ Այսպիսով, էսթետիկ բժշկության ոլորտում առաջատար մասնագետ անվանակարգում մրցանակ է տրվում Արտկոսմեդ էսթետիկ բժշկական կենտրոնի հիմնադիր Արտուր Սարգսյանին բարձր ծափողջուններով նրան հրավիրենք բեմը հարթակ։ Ողջունում բոլորին։ Մենք այս տարի վերաբացեցինք մեր Արտկոսմեդ էսթետիկ բժշկական կենտրոնը եւ նաեւ Սեբաստիա բժշկական կենտրոնի երկրորդ հարկում ծավալեցինք պլաստիկ վիրաբուժական բաժանմունք։ Շատ կարեւոր է, որ ամբողջ աշխարհում ճանաչեն մեր հայ ազգին, ինչպես եւ ճանաչում են տարբեր բնակավարներում, ճանաչեն նաեւ բժշկության ոլորտում, քանի որ ամեն տարի, ամեն րոպե մեր մոտ գերաճ է նոր սարքավորումների եւ բավական մեծ զարգացում ունենք պլաստիկ վիրաբուժության եւ էսթետիկ բժշկության ոլորտում։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն, բարձր ծափարություններ մեր մրցանակագրին, շնորհակալենք երեկո։ Մաշկաբան, վեներոլոգ, կոսմետոլոգ Աշխեն Զաքոյանն Արգինե Դավթյան էսթետիկ բժշկության եւ գեղեցկության կենտրոնում հաճախորդներին օգնում է լուծելու մաշկային խնդիրները, ունենալու իրենց երազած առողջ մաշկը։ Միաժամանակ եւ մաշկաբանի եւ կոսմետոլոգի խորը գիտելիքները յուրացնելն են նպաստել իր գործում բարձր պրոֆեսիոնալիզմի ձեռքբերմանը։ Եվ այսօր նա պահանջված մասնագետ է Արգինե Դավթյան կենտրոնում։ Աշխատանքը Աշխենին մեծագույն հաճույք է պատճառում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ այս կենտրոնում հնարավորություն ունի զբաղվելու սիրած գործով, այլև նրա համար, որ կենտրոնը հագեցած է ժամանակակից լավագույն սարքավորումներով։ Այսօր պայմանավորված հատկապես COVID-19-ով ամենից ավելի տարածված խնդիրներից է դարձել մազաթափությունը։ Այսօրվա մրցանակակիրը լրջորեն զբաղվում է նաև մազաբուժությամբ, անգամ այդ ուղղությամբ հատուկ վերապատրաստում է անցել։ Այսպիսով, ամենապահանջարկված եւ առաջատար մասնագետ անվանակարգում մրցանակի արժանանում Արգինե Դավթյան էսթետիկ գեղեցկության եւ առողջության կենտրոնի մաշկաբան կոսմետոլոգ Աշխեն Զաքոյանը, մրցանակը կխնդրենք նրան սիրով հանձնի Արգինե Դավթյան էսթետիկ գեղեցկության եւ առողջության կենտրոնի տնօրեն Արգինե Դավթյանը բարձր ծափողջուններով նրանց հրավիրենք բեմը հարթակ։
Բարի երեկո, նախ շնորհավորում եմ մեր բոլոր մրցանակակիրներին, թող ինձանից չնողանան բժիշկները, ես թուլություն ունեմ բժիշկների նկատմամբ, ես հատուկ շնորհավորում եմ իմ բոլոր բժիշկներին, ովքեր այսօր իրոք մրցանակակիր են։ Աշխեն Զաքոյանը բնատուր բժիշկ է։ Ինձ շատ մեծ բախտ է հաջողվել, որ նա աշխատում է մեր կենտրոնում, որովհետև մի ֆենոմենալ փաստ եմ ասում, Զաքոյանը երբեք չունի բարդություններ եւ երբեք չունի դժգոհ հաճախորդներ։ Շնորհավորում եմ բոլորին, քեզ նույնպես Աշխեն ջան, եւ հուսով եմ, որ մեր բժիշկները միշտ կձգտեն, որպեսզի լինեն լավագույնը եւ ունենան լավագույն մրցանակներ։ Շնորհակալ եմ։ Համարձակությունը գործի կեսն է։ Ժողովրդական այս իմաստությանը հետամուտ լինելով այսօրվա հերոսուհին տարիներ առաջ առանց երկնչելու հիմնեց մի գործունեություն եւ կոտրեց այն բոլոր կարծրատիպերը, թե բիզնես նախաձեռնություններում կարող է միայն տղամարդը հաջողել։ Արդեն 12 տարի շուկայում, 5 տարի ավիացիոն ոլորտում Ռիփսիբե Ստամբուլյանի կողմից հիմնադրած Անրիվա ընկերությունն իրենց ներգրավված բոլոր բնակավարներում ասոցացում են որակի եւ վստահության հետ։ Որիշեք, որ 2022 թվականին Անրիվա ընկերությունը հանդես կգա նոր ուղղություններով։ Այսպիսով, միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցող ընկերություն անվանակարգում մրցանակ է շնորհվում Անրիվա ընկերությանը։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Վահագն Ստամբուլյանին, ձեր բարձր ծափողջույններով նրան հրավիրենք բեմը հարթակ։ Բարև երկու հարգելի հյուրեր, Անրիվա ընկերության ողջ թիմի անձնակազմից շնորհակալություն եմ հայտնում բարձր գնահատանքի եւ պատվոգրի համար, ինչպես նախորդ 12 տարիներին Անրիվան այսուհետ եւս շարունակել է մատուցել բարձրակարգ ծառայություններ բիզնեսի բոլոր ճյուղերում։ Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն եւ բարդություն։ Շնորհակալ ենք Անրիվա ընկերությանը, բարի թռիչ բոլորիդ, երբ որ կամենաք մեկնել, բարի թռիչ լինի եւ հետեւայրեջ։ Իդեպ նշեմ, որ Անրիվա ընկերությունը եւս դատարկաձեռ չի եկել եւ մեր բոլոր բժիշկ մրցանակակիրների համար հատուկ պատրաստել է նվեր քարտեր։ Եթե տարիներ առաջ որոշ ապրանքատեսակներ Հայաստան էին ներկրվում տեղական արտադրանքի բացակայության կամ սակավ արտադրության պատճառով, ապա վերջին տարիներին երկրում ոչ միայն զարկ է տրվել սեփական արտադրությանն, այլ հայ սպառողին տրվել է հայկական շուկայում մրցունակ ապրանք գնելու հնարավորություն։ Սեփական մալուխային արդյունաբերություն հիմնելը, որակյալ հաղորդալարերի արտադրելու հայրենական շուկայում դրանց սպառումը դարձել է այս ընկերության հիմնական գործունեությունը։ Մալուխների եւ հաղորդալարերի տեղական արտադրությամբ շուկայում առաջատար դիրք զբաղեցնող այս ընկերության շնորհիվ հայ սպառողը վաղուց գնում է տեղական նախապատվությունը տալով արտադրության բարձր որակին։ Կազմակերպության առաքելությունն է տնտեսության տարբեր ոլորտների համար բարձր որակի մալուխների եւ հաղորդալարերի արտադրությունը եւ մատակարարումը։ Այսպիսով, Հայաստանում առաջատար եւ լավագույն արտադրանք ապահովող ընկերություն անվանակարգում մրցանակի արժանանում Ինվի Կաբել տեղական մալուխներ եւ հաղորդալարեր արտադրող ընկերությունը։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում ընկերության վաճառքի գծով տնօրեն Արթուր Կարապետյանի, ձեր բարձր ծափողջույններով։ Երեկո բոլորիս, ուզում շնորհակալություն հայտնեմ մրցանակի համար եւ այս գեղեցիկ երեկոյի համար եւ նաեւ ուզում շնորհակալություն հայտնեմ մեր Ինվի Կաբել ընկերության աշխատակիցներից նման բարձրորակ արտադրանք ապահովելու համար, շնորհակալություն մեր գործընկերներին եւ մեր սպառողներին, շնորհակալություն հաճելի երեկո մեզ։ Որպեսզի ամեն ինչ լինի որակյալ, միաժամանակ նաև գեղեցիկ, նրբ հաճաշակ ու կատարյալ, հայրենական արտադրող Happy Kids նորածնային խնամքի խանութ սրահի հիմնադիրները գտել են ուրույն դիզայնի իրենց տարբերակը, արդեն ապացուցելով, որ հայրենական արտադրանքն իր որակով նույնիսկ կարող է գերազանցել արտասահմանյան արտադրանքին։ 2019 թվականից ապագա մայրիկները լայնորեն սպառում են հայկական Happy Kids ապրանքանիշի նորածնային հագուստը։ Ինչպես ասում է հիմնադիր տնօրեն Տիգրան Կազանչյան, իրենք ստեղծել են այս ապրանքանիշը, ցանկանալով կոտրել այն կարծրատիպը, թե հայկական արտադրանքը չի կարող ներկրվածի համեմատ մրցունակ լինել։ Այսպիսով, Հայաստանի լավագույն եւ առաջատար նորածնային հագուստ արտադրող ընկերություն անվանակարգում մրցանակ է շնորհվում Happy Kids նորածնային խնամքի եւ հագուստի խանութների ցանցի հիմնադիր տնօրեն
Տիգրան Կազանչյանին ձեր բարձր ծափողջուններով հրավիրենք նրան ստանալու իր մրցանակը։ Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը կազմակերպելու համար եւ մրցանակի համար առավել շնորհակալ եմ իմ ողջ անձնակազմին եւ մեր երկրի բոլոր ապագա մայրիկներին։ Շնորհակալություն, շարունակում ենք երեկոն, թող իսկապես բոլորները մայրանան, բոլոր աղջիկներն էլ մայրանան եւ իհարկե օգտվեն Happy-Kids խանութների ցանցից։ Այսօր Հայաստանում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները ջերմոցային տնտեսությունների զարգացման եւ ընդլայնման համար, մասնավորապես երկրի աշխարհագրական եւ կլիմայական բարենպաստ պայմանները, մեղմ ձմեռները, հասանելի ոռոգման համակարգերը եւ այլն։ Այս ամենը նպաստավոր պայմաններ են ստեղծում ջերմատներում բանջարային բույսեր մշակելու եւ բարձր բերքատվություն ապահովելու համար։ Սակայն որպիսի ջերմոցաշինությունը դառնա առավել հասանելի ֆերմերային տնտեսություններին, առաջարկվում է ստեղծել էկոջերմոցներ, որոնք թույլ կտան էապես խնայել ջեռուցման էլեկտրաէներգիան, տնտեսել ջուրը եւ խոհացման համակարգը։ Ջերմատներ կառուցող լավագույն ընկերություն անվանակարգում մրցանակի արժանանում էկոջերմոց ընկերությունը։ Մրցանակը ստանալու համար մենք հրավիրում էկոջերմոց ընկերության կոմերցիոն տնօրեն Անի Զոհրամյանին ձեր բարձր ծափողջուններով նրան հրավիրենք մեմը հարթակ։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալություն եմ հայտնում այս պարտավորեցնող մրցանակի համար, ինչպես նաև վստահության եւ մեր աշխատանքը արժևորելու համար։ Շնորհակալ ենք մեր թիմին կատարած աշխատանքի համար, քանի որ յուրաքանչյուրի աշխատանքով է, որ մենք կարողանում ենք հասնել բարձունքներին եւ շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին եւ մաղթում նորանոր հաջողություններ։ Շնորհակալություն էկոջերմոցին հրաշք գործունեություն ծավալելու համար, ձեր բարձր ծափողջուններով մեր մրցանակակիրին։ Սիրով պիտի փաստենք, որ արդեն Made in Armenia on-line հարթակի ապրանքատեսակների ցանկում ներկայացված է նաև Ворթան կարմիր հայրենական արտադրանքի շրթներ կան։ Գուցե շատերին զարմացնի, բայց բավական հետաքրքիր ապրանք արտադրող այս ընկերությունն արդեն գրանցել է լուրջ հաջողություններ։ Այս բրենդն առաջարկում է բարձրորակ շրթներ, որը պարզապես կոսմետիկ միջոց չէ։ Այն հուշանվեր է, որն իր մեջ ունի պատմություն, ունի եզակի երանգ Ворթան կարմիրը։ Այսպիսով, տարվա լավագույն ապրանքանիշ անվանակարգում մրցանակ է տրվում Ворթան կարմիր շրթներ արտադրող ընկերությանը։ Մենք հրավիրում ընկերության հիմնադիր տնօրեն Սիլվա Մալխասյանին ձեր բարձր ծափողջուններով։ Ողջունում եմ բոլորին, այնքան հագեցված եւ գեղեցիկ ներկայացրեցիք, որ ինձ մնում է ընդհանրապես շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին նման բարձր գնահատականի համար, դա մեզ համար շատ պարտավորեցնող է։ Շնորհակալություն եւ շնորհավորում ենք։ Ամեն նախաձեռնություն չէ, որ կյանքի է կոչվում առհասարակ, կամ միշտ չի պատահում այնպես, որ կարճ ժամանակահատվածում գաղափարն այնքան վերաճի, որ եղածը կրկնապատկելու, նույնիսկ եռապատկելու պահանջ ծնվի։ Հիմնադիրների ճկուն միտքը, պրոֆեսիոնալիզմը, գործին հմտորեն տիրապետելը նպաստեցին, որ այս խանութ սրահը շուտով սպառողը ճանաչի ու արդեն գնումներ կատարի նաև առցանց տարբերակով։ Խոսքը հայ սպառողին վաղուց հայտնի Best Shop կոսմետիկայի խնամքի պարագաների եւ օծանելիքի խանութների ցանցի մասին է։ Այսպիսով, բարձրակարգ սպասարկման եւ հաճախորդի համակրանք վայելող անվանակարգում մրցանակ է շնորհվում Best Shop ընկերությանը։ Մրցանակը ստանալու համար մենք հրավիրում հիմնադիր տնօրեն Անդրեյ Այրյանին ձեր բարձր ծափողջուններով։ Բարի երեկո բոլորին։ Շնորհակալություն կազմակերպիչներին այս միջոցառումը կազմակերպելու համար։ Շնորհավորում եմ բոլորին, որ դուք դարել եք լավագույնները ձեր ոլորտներում ու մաղթում եմ, որ այս տարի լինի բոլորի համար հաջողակ տարի։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեզ գեղեցիկ եւ տարբերվող գործունեություն ծավալելու համար։ Շնորհակալ ենք ձեր խոսք ունեք։ Ես կարող եմ միայն ասել շնորհակալություն մեր հաճախորդներին վստահության համար։
Շնորհակալություն, օգտվեք վեց շփոթ։ Շնորհակալ ենք ձեզ։ Հայաստանում ամենազարգացած ու մրցունակ գյուղատնտեսական արդյունաբերություններից մեկը պանրագործական ճյուղն է։ Հայկական պանիրը գաղտնիք չէ, որ ունի յուրահատուկ համային առանձնահատկություն, որը պայմանավորված է պանրագործների տեխնոլոգիական բարձր գիտելիքներով եւ բարձր որակի հումքով։ Այսօր հայկական պանրի պատրաստման ավանդական մեթոդներով եւ եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանքով հայկական պանրագործության շուկայում իր առաջատար դիրքն է զբաղեցնում Ամասիայի պանրագործարանը։ Այն դեռևս խորհրդային տարիներին մեծ հռչակ էր վայելում հոլանդական պանրի արտադրության շնորհիվ։ Այսպիսով, սպառման արտադրանքի ծավալով, համային ու որակական առումով առաջատար պանրագործական ընկերություն անվանակարգում մրցանակ է շնորհվում Ամասիա պանրագործական ընկերությանը իդեմս սեփականատեր Վարդան Մխիթարյանի։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Դավիթ Մխիթարյանի, ձեր բարձր ծափողջներով նրան հրավիրենք բեմը հատակ։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմին, որի շնորհիվ մենք կարողացանք հասնել այսպիսի բարձունքների, ինչպես նաև մեր սպառողներին, առանց որոնց նույնպես չենք կարողանա հասնել այն ամենի, ինչը հիմա ունենք, եւ հենց դրա շնորհիվ եմ, որ գտնվում եմ այստեղ։ Բացի դրանից նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այս հիասքանչ միջոցառումը կազմակերպելու համար։ Շնորհակալ ենք ձեզ բարի գործի համար, շնորհակալություն։ Շատերիս մոտ կա ձևավորված կարծրատիպ, որ հյուրանոցային համալիրները եւ շոգեբաղնիկները ավելի հազվադեպ են ընտանիքներով կամ ամուսնական զույգերով այցելում։ Շուրջ 30 տարի ներգրաված լինելով հյուրանոցային բիզնեսում, հիմնադիրները հստակ ուղղորդված ստեղծել են իր տեսակի մեջ անզուգական, նախկին վայրերին գերազանցող մի այնպիսի համալիր, որն իր շքեղությամբ հիշեցնում է Իսպանիայի մի հետաքրքիր ժամանցային քաղաք, որը հայտնի է Իբիցա անունով։ Այսպիսով, եվրոպական չափանիշներին համապատասխան լավագույն հյուրանոցային համալիր անվանակարգում մրցանակի արժանանում Իբիցա հյուրանոցային համալիրի տնօրեն Գևորգ Աղաջանյանին, մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Էրիկ Անդրեասյանին, ձեր բարձր ծափողջներով հրավիրենք նրան բեմը հարթակ։ Իբիցա հյուրանոցային համալիրի ողջ անձնակազմի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ մրցանակաբաշխության կազմակերպիչներին եւ միանշանակ մեր սիրելի հաճախորդներին ես գնահատանքի համար եւ ուզում եմ վստահեցնել, որ մեր թիմը երբևիցե ջանք չի խնայի ձեր ընտանեկան եւ ընկերական միջոցառումները անմոռանալի դարձնելու եւ ձեզ հյուրընկալելու մեր սրահներում։ Շնորհակալություն կրկին անգամ։ Շնորհակալություն։ Ինչպես եւ մեր հաղորդման շրջանակներում, այնպես էլ հիմա առաջնային դերն ու նշանակությունը տվել ենք հայրենական արտադրողին եւ մշտապես սպառողներին կոչ արել ընտրել հայկականն ու որակյալը։ Այս արտադրատեսակի հայկականը վստահեցնում ենք առավել որակյալ է եւ երկարատև եւ ենթակա երկարատև օգտագործման։ Հայրենական արտադրության Armstrong ապրանքանիշի սպունգները, լաթերը, անձեռոցիկները եւ տան մաքրության այլ պարագաները արդեն ավելի քան 3 տարի է շուկայում նույնանուն արտադրատեսակների շարքում եւ իր առաջատար դիրքն է զբաղեցնում եւ լայվ սպառում ունի։ Առաջատար եւ պահանջարկված արտադրանք ապահովող ընկերություն անվանակարգում մրցանակի արժանանում Armstrong ընկերությանը գործադիր տնօրեն Հայկ Ջաղինյանին բարձր ծափահարություններով հրավիրենք նրան բեմը հարթակ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ հայկականին վստահող եւ հայկականից օգտվող մեր բոլոր սպառողներին եւ ամենահայկական թիմին, Armstrong թիմին, որ առանց իրա հաստատ չեն կարող։ Շնորհակալություն։ Շնորհակալություն բարձր ծափահարություններ Armstrong-ին։ Արդեն մի քանի տարի է, ինչ կանանց շրջանում բարձրացել է ամենատարբեր խնամքի պարագաների ընտրության նկատմամբ ինքնագիտակցության մակարդակը, ինչն էլ խթանել է այսօրվա հերոսուհու գործունեության ընդլայնմանը։ Պատճառն օրգանական եւ բնական հումքից պատրաստված կոսմետիկ խնամքի միջոցների իրացման պահանջարկի մեծացումն է։ Սկզբում մեկ, այնուհետև բացվեց երկրորդ մասնագիտացված խանութը օրգանիկուս ապրանքանիշով, որն առաջարկում է բնական եւ օրգանական խնամքի ամենատարբեր միջոցներ, որոնք նախատեսված են կանանց, տղամարդկանց, երեխաների եւ նորածինների համար։ Ցանկացած արտադրանք ասում է պարտադիր միկրոբիոլոգիական թեստավորման։ Այսպիսով, օրգանիկուս տարվա լավագույն ապրանքանիշ անվանակարգում մրցանակ է ստանում օրգանիկուս օրգանական կոսմետիկայի խանութների ցանցի տնօրեն Կարին Հարությունյանին բարձր ծափահարություններով նրան հրավիրում ենք բեմը հարթակ։
Բարի երեկո բոլորին, շնորհակալություն եմ հայտնում նախապես, որ հնարավոր է 1 րոպե ավել խոսեմ, քան ասածը։ Սա մեծ պատիվ է մեր համար եւ ամենայն անկեղծությամբ եմ ասում, անակնկալ էր, որովհետեւ երբ զանգեց ինձ Մոնիկան ու ասաց, որ դուք ճանաչվել եք հարցումների արդյունքում, մենք չենք էլ մտածում, որ մենք չգիտեմ, ոչ թե կարժանանանք նմանատիպ մրցանակի, որովհետև բրենդը հայկական չգիտեն շատերը եւ դա մեզ զարմացրեց։ Սա մեծ պատիվ է եւ մեր ընկերության համար եւ մեր ցանցի համար։ Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հյուրերին, ովքեր մնացել են եւ լսում են բոլորիս միջև վերջ։ Եվ շնորհակալություն եմ հայտնում առաջին հերթին մեր սպառողներին, մեր կին հաճախորդներին հատկապես, որովհետև բրենդը հիմնականում ներկայացված է կանացի խնամքով, անվտանգ անվնաս բնական խնամքի միջոցներ են, 400-ից ավել հայ Երևանում ներկայացված են գետերում, 70 ավել մարզերում եւ ներկայացված են նույնիսկ Արցախում եւ ունենք բազմաթիվ մրցանակներ որպես տարվա եւ ոչ միայն տարվա լավագույն բրենդ։ Մեր կարգախոսն է մնացեք միշտ հմայիչ, չգիտեմ, այն կանայք, ովքեր որ օգտվել են մեր խանութ սրահներից, կարծում եմ դա պիտի լսած լինեն, դա մեր իսկ օրինաց կարգախոսն է։ Մենք չենք ասում եղեք հմայիչ, մենք բոլոր կանանց ասում ենք մնացեք հմայիչ եւ գեղեցկությունը պետք է լինի բնական, սա մեր երկրորդ կարգախոսն է։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանյան շուկայում կա խնամքի միջոցներ առանց SLS-ների, պարաբենների, սիլիկոնների եւ մենք բրենդը այնչափ էմոցիոնալ է եւ գույների եւ բույրերի առումով, որ մեր խնդիրը այն չէ, որ պարզապես վաճառենք միջոց, այլ մեր ամբողջ խնդիրը նրանում է, որպեսզի կինը, որը գնել է այդ միջոցը, հեռանա մեր խանութից երջանիկ։ Ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, շնորհակալություն եմ հայտնում մրցանակի համար եւ տա Աստված, որպեսզի մենք միշտ ունենանք նման առիթներ հանդիպելու, մրցանակներ ստանալու եւ իմ առանձնահատուկ եւ յուրահատուկ շնորհակալություն ուզում հայտնել մի մասը հեռացած բժիշկներին նման աշխատանքի համար եւ կարծես թե այսքանը։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Շնորհակալ եմ։ Սափողջունները հենց ձեն են, շնորհակալություն ձեզ, շարունակում ենք երեկոն։ Կատնամթերքը խոստովանենք անհրաժեշտ, հաճելի եւ միևնույն ժամանակ ամենապահանջված եւ օգտակար սնունդն է հատկապես նախաճաշին։ Առավել կարևոր է, որ բացի համեղ լինելուց կատնամթերքը պատրաստված լինի անարատ եւ էկոլոգիապես մաքուր կաթից։ Եվ իսկապես 2014 թվականից Դիլիջանում հիմնադրված Դիլի ընկերությունը առաջարկում է կաթնամթերքի լայն ընտրանի։ Ընկերության հիմնադիրների խոսքով նրանք վերցել են պանրի արտադրության իտալական եղանակը։ Այսպիսով էկոլոգիապես մաքուր եւ անարատ կաթնամթերք արտադրող ընկերություն անվանակարգում մրցանակ է տրվում Դիլի կաթնամթերք արտադրող ձեռնարկությանը։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում ձեռնարկության տնօրեն Արթուր Հակոբյանին, ձեր բարձր ծափողջուններով նրան հրավիրում ենք բեմ արդակ ստանալու իր մրցանակը։ Ողջունում եմ ներկաներին, շնորհակալությունս կուզենայի հայտնել կազմակերպիչներին նման բարձր գնահատականի արժանացնելու համար, ինչպես նաև մենք շնորհակալ ենք մեր սպառողներին, այո, հավատացած եղեք, օգտագործում եք միմիայն անարատ կաթնամթերք։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ, անարատ կաթնամթերք մեզ մատուցելու համար։ Մենք մեր ձեռքբերումներով պարտական ենք մեր մասնագետների եւ փորձառու ղեկավարների թիմային աշխատանքին, որի արդյունքում է ձևավորվել ընկերության միասնական ոգին եւ անընդհատ կատարելագործելու ձգտումը։ Այս կարծիքին է Տիգրան Մեծ հրատարակչության հիմնադիր Վրեժ Մարկոսյանը։ Տարիների երկարատև քրտնաջան աշխատանքը, սպառողների վստահությունն ու բարի համբավը, աշխատանքին բարեխիղճ մոտեցումն այն հիմնական գործոններն են, որոնց շնորհիվ բազմաթիվ նորաստեղծ տպարանների ու հրատարակչությունների կողքին անգամ այս ընկերությունը շարունակեց իր գործունեությունը։ Եվ այսպես, հեղինակավոր եւ սպառողի բարձր գնահատականին արժանի հրատարակչություն անվանակարգում մրցանակ է շնորհվում Տիգրան Մեծ հրատարակչության հիմնադիր Վրեժ Մարկոսյանին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում արտադրության գծով պետ Իգիթ Մկրտչյանի, ձեր բարձր ծափահարություններով հրավիրում ենք բեմը հարթակ։ Բարի երեկո բոլորին,
նախ շնորհակալություն եմ հայտնում մասնակիցներին, կազմակերպիչներին, շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին այս մրցանակին արժանանալու համար, օգտվելով առիթից նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, բարձրացավարություններ Տիգրան մեծ հրատարակչությանը։ Այսօրվա հերոսուհու աշխատանքային գործունեությունը ամենաբարդերից է, հատկապես երբ հաճախորդը, ով իրեն վստահել է ու ապավինել, գործ ունի սեփական շահերը պաշտպանելու հետ։ Մասնագիտական գործունեությունը սկսել է դեռ դատավորի օգնականի աշխատանքից, այժմ փաստաբանների պալատի միության անդամ է։ Ունենալով մասնագիտական բարձր պատրաստվածություն, բարեխիղճ ու պատասխանատվության վերաբերվելով սեփական գործին, հիմնել է իր փաստաբանական գրասենյակը, որն էլ այժմ ղեկավարում է։ Այսպիսով, 2021 թվականին լավագույն փաստաբան անվանակարգում մրցանակի արժանանալու համար մրցանակ է տրվում Բալաբեկյանց Law Firm իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Հասմիկ Բալաբեկյանին ձեր բարձր ծափողջուններով հրավիրենք վեհահարթակ։ Բարի երեկո բոլորին, նախ շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում մրցանակաբաշխության կազմակերպիչներին, մեր փաստաբանի ծանր եւ պատասխանատու աշխատանքը գնահատելու եւ այս մրցանակին արժանացնելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեզ։ Հաջողություն ձեր գործերում։ Պրոֆեսիոնալ պարուհի դառնալու երազանքն ու ցանկությունը ստեղծեց բոլորովին այլ իրականություն։ Դիմահարդարման ուղղությամբ մասնագիտանալը Ռուսաստանաբնակ մեր հայրենակից հայտնի հեղինակավոր դիմահարդար Գոհար Ավետիսյանի մոտ վարպետանալը նրան այլ ճանապարհ ուղղորդեց։ 2018 թվականին այսօրվա հերոսուհին հիմնեց իր Անի Այվազյան դիմահարդարման ստուդիան։ Ստուդիա, որտեղ մատուցվում են նաև վարսահարդարման, մատնահարդարման եւ կոսմետոլոգիական ծառայություններ։ Այսպիսով, դիմահարդարման եւ վարսահարդարման ոլորտում թրենդային, հաճախորդի հանդեպ ուրույն մոտեցման եւ բարձրակարգ սպասարկման համար մրցանակ է տրվում Անի Այվազյան Make-up ստուդիոյի հիմնադիր Անի Այվազյանին բարձր ծափողջուններով։ Նախ ուզում եմ ողջունել բոլորին, շնորհակալ եմ կազմակերպիչների համար եւ ամենակարևորը շնորհակալ եմ իմ հաճախորդուհիներին, որ վստահում են մեզ իրենց գեղեցիկ կերպարները մեր վարսահարդարների, դիմահարդարների եւ բոլորին եւ նաեւ ուզում եմ շնորհավորել բոլոր ներկաներին ես մրցանակների համար։ Իսկական։ Շնորհակալ ենք ձեզ գեղեցկացնելու հայուհիներին։ Շարունակում ենք երեկոն եւ ցանկանում ենք հատուկ մրցանակ հանձնել նաեւ Royal Երևան ռեստորանային համալիրին, գեղեցիկ շքեղ ռեստորանային համալիր ճանաչվելու եւ բարձրագույն սպասարկման համար։ Բարձր ծափահարություններ նաեւ Royal Երևան ռեստորանային համալիրին, բարձր ծափահարություններ, գեղեցիկ սրահատրամադրումներ։ Գայանե Գևորգյանն է բարձրանում։ Շնորհակալ եմ բոլորին մեզ ընտրելու համար եւ շնորհավորում եմ բոլոր մրցակիցներին։ Շնորհակալություն ձեր բարի աշխատանքի համար, ձեր կրնաջոտ աշխատանքի համար։ Վստահեք ձեր լավագույն երեկոները Royal Երևան ռեստորանային համալիրի ողջ թիմին։ Սիրով ցանկանում ենք մրցանակ հանձնել նաև Կահաշ Մեդիա Հոլդինգին, տարբեր միջոցառումների գերազանց կազմակերպման, քեթերինգային ծառայությունների մատուցման, բարձրակարգ վիդեո, ֆոտո նկարահանումների անցկացման համար։ Երկար տարիների բազմաթիվ հաճախորդների վստահություն ու բարի համբավ ձեռք բերած այս ընկերությունը արժանանում է պատվավոր մրցանակի։ Կխնդրեմ բերեն բարձրանան ընկերության համահիմնադիրներ Հիասքանչ Ամոսիններ, Կրիստինա Բալայան եւ Համիկ Հայրապետյան ձեր բարձր ծափողջուններով նրանց հրավիրում ենք վեհահարթակ։ Ուզում եմ բոլորիդ ողջունել, ովքեր որ ներկա են այժմ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Երվան ջան, Լուսինե ջան, ովքեր որ կազմակերպել են այս միջոցառումը։ Ներկա գտնվելով բազմաթիվ միջոցառումների, ուզում եմ բոլորի տեսնեմ մի ժպիտով։ Կազմակերպած լինելով եւ նկարանման եւ միջոցառումների մեջ ներկա գտնվողներից գրեթե բոլորին ճանաչում ենք։ Ուզում եմ բոլորիդ մաղթեմ նորանոր հաջողություններ։ Մենք էլ միշտ պատրաստ ենք բոլորիդ նկարահանել, գովազդել եւ այլն եւ այլն։ Գովազդի մասնագետները այստեղ են, մեր գործը միայն նկարահանումն է։ Շնորհակալություն բոլորիդ։ Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել աշխատակազմի գեղեցիկ սանրվածքի համար, աշխատակազմի կանանց գեղեցիկ սանրվածքի համար շնորհակալ ենք Անի Այվազյան Մեյքոփ ստուդիային։ Իսկ իմ հագուստը պատվիրվել է Լուսի Սթայլ նորաձևության կենտրոնում։ Շնորհակալ ենք մասնակցության եւ վստահության համար։ Ողջ միջոցառումը ձեզ հետ էին վարեցին իմ հրաշք գործընկեր հաղորդավարուհի Լուսինե Նազարյանը եւ իմ լավագույն ընկեր հաղորդավար Երվանդ Մարյանը։ Ծափահարությունները չեն դադարում, քանզի ուզում եմ ծափահարություններ հղել նաև Հայաստան-Արցախ սփյուռք համահայկական ամսագրի խմբագրակազմին միջոցառման անցկացման բարձր ծափահարություններ նրանց ծափահարություններ նաև ամսագրի խմբագիր մի շարք նախաձեռնությունների հեղինակ գլխավոր խմբագիր Լուսինե Նազարյանին պատասխանատու Երվանդ Մարյանին։ Շնորհակալություն։ Եվ խմբագրական խորհրդի անդամներ Վարդուհի Սարգսյանին, Մերի Մաթևոսյանին, ամսագրի թղթակից Մոնիկա Ալոյանին, ինչպես նաև ազգային վարկանիշ հաղորդաշարի պրոդյուսեր Ժ. Տերեսիկ Քրիստինա Մուրադյանին եւ միջոցառման կազմակերպչական աշխատանքներին հետևողական լինելու եւ կազմակերպման համար շնորհակալություն Վարդուհի Սարգսյանին։ Ձեր վստահությունը մեր հետագա նախաձեռնությունների ուղղորդիչ ուժն է։ Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին, առողջ եղեք։ Առողջ եղեք եւ ապրեք խաղաղ երկնքի տակ։